Իմ շատ սիրելի բաժանորդներին ասում եմ բարի լույս, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը։ Իմ տրամադրությունը բարձր, եկել եմ խոհանոց մի համեղ բան պատրաստելու։ Ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, եւ եթե խոհանոցում ենք, մի համեղ բան հաստատ պատրաստում ենք։ Ուրեմն սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստեմ իշլի քյուֆթա, ում կհետաքրքրի ավելի մանրակրկիտ տեղին բաղադրատոմս, ես իմ էջում ունեմ ներկայացրած ամեն մի մանրունքով պատրաստման բոլոր գաղտնիքները կետարկետ ներկայացված է Սրբույի տատիկի կողմից, ում բաղադրատոմսն էլ ես փորձել եմ ներկայացնել, բավականին դիտում ենք հավաքել, բավականին դրական արձագանքներ ստացվել ու քանի որ ինքն իր ձեռքի հմուտ շարժումներով պատրաստելու ժամանակ կիսվեց բոլոր, այսպես ասած, մանրունքներով, պատրաստողների մոտ էլ լավ տեղին ստացվեց։ Հիմա ես որ ասեմ, ես էլ եմ պատրաստում ու այս պահին, որ ասեմ, ես իմ պատրաստած, այսպես ասած, իշլի քյուֆթան եմ էփելու, ոչ, գիտեք որ, ոչ ընդմիշտ, բայց թե մեկ կիսաֆաբրիկատներ բոլորս էլ գնում ենք, չէ, տոների ժամանակ մի քանի հատ վերցրել էի, համ փորձելու համար, համ էլ ուզում էի, որ իմ տնական սեղանին լինի, վերցրել էի աթենքի պատրաստածը, սա գովաց չի, ընդամենը ասում եմ, ու հիմա այս մի քանիսն էլ մնացել է, եկեք միասին դնենք ու պատրաստենք, չափը լավներ, համը ոչինչ, որ ասեմ սենց շատ լավներ չէ, որ ասեմ շատ վատներ, էլի չէ, սիրուն բարակ պատերով ու համն էլ ոչինչ, հիմա ինչ եմ արել, ջրինաղ եմ լցրել, ուրիշ ոչ մի համեմունք ոչինչ չեմ լցրել, սպասելու եմ ինքն ընդամենը եփվի, սենց թեթևակի խառնելու եմ, մի 5-ից 7 րոպե կհասկանամ ինչքան եմ եփում ու վերջնական տեսքը սիրելի հետևորդներս ցույց կտամ ձեզ։ Գրառումների բաժնում գրեք, դուք եք սիրում իշլի քյուֆթա, թե ոչ։ Անցավ ուղիղ 7 րոպե, սիրելի հետևորդներ ջան, այստեղ տեսնում ենք, որ քյուֆթաները լավ տեղին եփվել է։ Եկեք հանենք և համ տեսենք, տեսեք, թե ինչքան ինքը լավ հաճելի ձևով եփվել է, դե ինչպես միշտ, ոնց ենք մատուցում քյուֆթան, կիտրոնով և մարոլի տերևներով, շատ լավ է ստացվել։ Հիմա եկեք տեսենք ինքը փոփլիկ անուշ քյուֆթա է, տեսեք միջուկը լավ, ինչ ենք անում, կիտրոն ենք ճզմում և անուշանում, դա ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսում։